Սելի ֆուտբոլասերն խաղային շաբաթը մոտենում է ավարտի եւ շաբաթը վերջին հանդիպումն ենք միասին դիտելու քիչ անց, որտեղ Բետիսը կմրցի Լիոնի դեմ Winter Cup-ի շրջանակներում չափազանց կարևոր ու հետաքրքիր հանդիպումը մեզ սպասվում այս 50 րոպեների ընթացքում։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Բետիսից։ Արմեն Մարկարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հայկ Դիլանյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, ով թիմի ավագն է, Կամար Սավարիսուլիչում մեկնարկած է հանդիպումը Ալիկ Բաղդասարյան համար 8, Գորգ Գևորգյան համար 9, Արման Մարկարյան համար 11 եւ Արթուր Գևորգյան համար 77։ Արթուր Ղազարյանը պաշտպանում է Լիոնի դարպասը համար 1, Բաբկեն Աբրահամյան համար 3, Ռուդիկ Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դավթյան համար 7, Լյուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջոլակյան համար 13, ով թիմի ավագն է, Արթուր Ասոյան համար 21 եւ Արտակ Մանվելյան համար 99 գնդակով Լիոնի ֆուտբոլիստերն են։ Եգորյան հարված այստեղ անհետար եղավ նույնիսկ Թորոսյանից ու վերջին պահին Մարկարյանը կարողանում է հեռացնել գնդակը, անկյունային հարված հիմա կիրասնի Լիոնը չափազանց վտանգավոր իսկապես հարված ստացվեց այստեղ Լիոնի ֆուտբոլիստի կատարմամբ Եգորյանի, բայց անհրաժարից հետո հնարավոր եղավ հեռացնել գնդակը։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ կտա Լիոնին։ Կամար Սավարիսուլիչը Բարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ էլ Հայրապետյանն է հեռացնում գնդակը, եւս մեկ անկյունային կտեսնենք հիմա Լիոնի կատարմամբ։ Ցածից այս անգամ փոխանցում դեպի թիմի ավագ Ջուլակյանը, բայց Թորոսյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու շատ հաջող փոխանցում հետևեց դեպի Դավիթ Մուսախանյանը։ Մուսախանյան հարված ու հիմա մի փոքր չեղության ստացել Մուսախանյանի կատարած հարվածը, Արաքակը գրող ու առաջին վտանգավոր պահը Բետիսը ստեղծեց այս խաղում։ Եվ տեսնենք արդեն հաջորդ գրողների ընթացքում իշխան են թիմերը։ Հիմա հարվածը հետևում Լիոնի դարպասից, քիչ անց նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը, որտեղ պատկերը գնալով ամեն տուրից եւ ամեն հանդիպումից հետո էլ ավելի հետաքրքիր է ստացվում, այստեղ Մարկարյանը նորից տեղում էր ու կարողացավ հեռացնել գնդակը, Դիլանյան, Դավիթ Մուսախանյան, Մուսախանյան գեղեցիկ անցում էր, Մուսախանյան ամեն ինչ գեղեցիկ է անում Մուսախանյանը, բայց հարվածի հնարավորությունը արդեն կորցրել է վերջի պահին Եգորյան։ Շատ լավ փոխանցում էր կատարում Եգորյանը, բայց այստեղ Թորոսյանը վերահսկում էր իրավիճակը։ Սա հիշեցնեմ, որ 6-րդ տուրի հանդիպում է թիմերի միջև, որտեղ առայժմ հանդիպման հաշիվը բացված չէ։ Հիմա հայացք ունենք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին եւ այսպես Բետիսը այս պահին 4 անցկացած հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած 4 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 9-րդն է։ Թիմը մեկ հանդիպում հաղթել է, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի եւ կրել 2 պարտություն։ Իսկ Լիոնը այս պահին մրցաշարային աղյուսակում 18-րդ հորիզոնականում է գտնվում, 3 անցկացած հանդիպումից հետո առայժմ միավոր չունեն Լիոնի ֆուտբոլիստները իրենց ակտիվում, բայց իհարկե դա դեռ ոչնչի մասին չի խոսում։ Հիմա այս ստանդարտը տեսնենք ինչ կտա Բետիսին, Դավիթ Մուսախանյանն է գնդակի մոտ, Կամար Սավարիսուլիչը հերո է տարածությունը, բայց Մուսախանյանը սիրում է այս տարածություններից հարվածել նույնն էլ, հիմա արեց ու մի փոքր բարձր ստացվեց այստեղ Մուսախանյանի կատարած հարվածը։ Խորքից գնդակը խաղի մեջ է մտցնում Լիոնի դարպասապը Ղազարյանը, խաղարկում են հիմա գնդակը Լիոնի ֆուտբոլիստները։ Շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ Թորոսյանը կրկին առաջինն է արձագանքում գնդակին, Հայրապետյան այստեղ չստացվեց հեռացնել, բայց Թորոսյանը գերազանց գործեց այս դրվագում նույնպես։ Հիմա չստացվեց Բետիսի մոտ հեռացնել գնդակը։
Եվ անկյունային արվածի հնարավորություն են վաստակում այստեղ Լիոնի ֆուտբոլիստները, մասնավորապես այս դրվագում Ռաֆայել Աբրահամյաններ, հենց ինքն էլ գնդակի մոտ է անկյունային իրացնելու համար։ Աբրահամյան կա փոխանցումը, բայց այստեղ հեռացեցին գնդակը Բետիսի պաշտպանները, Բաղդասարյանը այստեղ մի փոքր արգելակեց։ Ու հիմա է ուղարկում գնդակը Գևորգյանի ուղղությամբ, Գևորգյանն անցում կարողացավ կատարել, բայց այստեղ փոխանցման ճանապարհը փակվեց, Եգորյանն հիմա էլ առաջ շարժվում, ազատվեց այստեղ գնդակից, բայց այն բաժին հասավ Բետիսի դարպասապա Արմեն Մարգարյանին։ Գևորգյան, Հայրապետյան, Թորոսյանին է ուղարկում Հայրապետյանը գնդակը, վերջինս էլ այն ուղարկեց Գևորգյանի ուղղությամբ, նորից Թորոսյան, կրկին Գևորգյան, Սուրեն Հայրապետյան, շատ լավ փոխանցում էր դեպի Բաղդասարյանը, բայց այստեղ դարպասից դուրս եկավ ու չեզոքացեց վտանգը Լիոնի դարպասապա Արտուր Ղազարյանը, ուժեղ փոխանցում կատարելով առաջ, իսկ այստեղ էլ հեռու թողեց իրենից գնդակը Լիոնի ֆուտբոլիստ Ռաֆայել Աբրահամյանը։ Ու հիմա Բետիսը փորձում էր ևս մեկ դրող կազմակերպել, բայց այստեղ կորցրին գնդակը Սեթրակյան հարված ու հիմա գերազանց հարված է կատարում Լիոնի 10 համարը, Վաղինակ Սեթրակյանը բացելով այս հանդիպան հաշիվը 1-0։ Վաղինակ Սեթրակյան 1-0 իսկապես անկասելի ստացվեց Սեթրակյանի կատարած արվածը, Մարգարյանը կրահել էր գնդակի ուղղությունը, բայց հասնել այս գնդակին չստացվեց այս դեպքում ու հիմա արդեն Բետիսը հայտնում է պարտվողի կարգավիճակում ու բնականաբար կանեն հնարավորինս այս իրավիճակից դուրս գալու համար հիմա նորից գրոհ էին անցել միանգամից Բետիսի ֆուտբոլիստները, բայց այստեղ վտանգը չեզոքացին Լիոնի պաշտպանները ու հիմա արդեն Լիոնն է փորձում կազմակերպված գրոհ սկսել։ Ղազարյան դեպի Ադամյանը փոխանցում հետևեց Լյուդվիգ Ադամյանն է գնդակով եւ այստեղ անկյունային արվածի հնարավորություն է վաստակում Ադամյանը Լիոնի համար, այստեղ գնդակը դիպավ Արտուր Գևորգյանին նոր դուրս եկավ դաշտի սահմաններից ու տեսնենք այս անկյունայինի խաղարկում արդեն ինչ կտա Լիոնի ֆուտբոլիստներին։ Ասոյանն է գնդակի մոտ, կա փոխանցում, Տուգանային հրապարակ, ու հիմա կրկնապատկում է Լիոնի իր առավելությունը, դուբլի հեղինակ է դառնում Սեթրակյանը 2-0։ Վաղինակ Սեթրակյան 2-0, 2 հարվածներ գեղեցիկ ստացվեցին Սեթրակյանի կատարած ու հիմա արդեն Լիոնը լուրջ քայլ է կատարում այս խաղում, իհարկե շատ արագ հեղինակեցին երկու գնդակ, երկուսն էլ մեկը մյուսից գեղեցիկ ստացվեց Սեթրակյանի կատարած հարվածները ու հիմա արդեն տեսնենք Բետիսը ինչպես կփորձի այս իրավիճակից դուրս գալ։ Հիմա եզրային նետում կիրացնել Լիոնի ֆուտբոլիստները, Ջուլակյանն է իրացնելու եզրային նետումը, երկար փոխանցում հետևեց դեպի առաջ, Սեթրակյան, բայց այստեղ Դիլանյանը հեռացեց գնդակը, Գևորգյանն էլ փորձեց գնդակը ուղարկել Բաղդասարյանի ուղղությամբ, այս դեպքում չստացվեց, Գևորգյան, այդ փոխանցում դեպի Թորոսյանը, այստեղ հաջող գործեց Թորոսյանը եւ գնդակ ուղարկում է դարպասապա Մարգարյանի ուղղությամբ, վերջինս էլ դեպի Դիլանյանը փոխանցում կատարեց, իսկ այստեղ Դիլանյանի կատարած փոխանցումը պարզապես շատ ուժեղ ստացվեց ու հարված կլինի Լիոնի դարպասից։ Հայրապետյան շատ լավ փոխանցում կարողացավ կատարել Սուրեն Հայրապետյանը, բայց այստեղ գնդակը հեռացեցին
Լիոնի ֆուտբոլիստները ու հիմա նորից անկյունային հնարավորություն է վաստակում Լիոնը, այո, ոչնչից այսպես անկյունային նվիրեցին Բետիսի ֆուտբոլիստները մրցակցին։ Սեթրակյան ցածրից փոխանցում, Թորոսյանը փորձեց հեռացնել, ստացվեց Եգորյան։ Եգորյան հարված ու հիմա Մարկարյանը տեղում էր եւ հեռացեց, գնդակը բավական վտանգավոր ստացվեց այստեղ։ Ռուդիկ Եգորյանի կատարած հարվածը, բայց Արմեն Մարկարյանը այս դրվագում վստահ գործեց, հիմա եզրային նետումը կատարված է։ Ադամյան, սա ավելի շատ փոխանցման էր նման քան հարվածի, բայց Մարկարյանը կրկին վերցրեց գնդակը ու հիմա նորից գնդակով Լիոնի ֆուտբոլիստներն, այո, բավական ակտիվ է այս հանդիպումը մեկտարկել Լիոն այս առաջիկա անցած 10 րոպեների ընթացքում ու առաջիկա րոպեներին տեսնենք ինչ կփորձեն անել հիմա էլ Մուսախանյանը փորձեց թողնել գնդակը հետո հասնել գնդակին, բայց այստեղ դարպասապահ դուրս եկավ ու չեզոքացրեց վտանգը Մարկարյան Գևորգյան բայց այստեղ խլում են Լիոնի ֆուտբոլիստները գնդակով վտանգավոր գրոհի անցնում հարվածել տեսանք նույնիսկ ու Արմեն Մարկարյան այստեղ կարողանում է հեռացնել Ռաֆայել Աբրահամյանի կատարած հարվածը Բաղդասարյան Հայրապետյան շատ լավ գործեց այստեղ Սուրեն Հայրապետյանը բայց փակ էին տարբերակները ստիպված ուղարկեց գնդակը Դիլանյանին Նորից Հայրապետյան դեպի աջ փոխանցում կատարեց, այստեղ Գևորգյանն է ուղարկում գնդակը Գևորգյանի ուղղությամբ գեղեցիկ գործեց Գևորգյանը հարված կհետևի արդյոք հիմա փորձեց հասցեակել գնդակը Դավիթ Մուսախանյանին բայց չստացվեց Թորոսյան այստեղ մաքուր գործեց Թորոսյանը ուղղեց գնդակը մրցակցից նորից փոխանցում հետևեց դեպի Գևորգյանը Դավիթ Մուսախանյան վտանգավոր է Մուսախանյան փոխանցում ու անկյունային հարված հիմա կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները Տեսնենք այս անկյունային ինչ կտա Բետիսին հենց Մուսախանյանն էլ կիրացնի այն կա փոխանցումը բայց այստեղ հարված ստացվեց ու հիմա Սեթրակյանը շտապեց մի փոքր իհարկե եթե հուշեին որ միայնակ է այդ դիտքում իհարկե այսպես չէր վարվի Սեթրակյանը հիմա նահանջեց ու փորձեց հեռացնել գնդակը բայց չստացվեց այն ու գնդակը համարտ բայկարում հիմա մնաց Բետիսի ֆուտբոլիստերի մոտ Բաղդասարյան Եգորյան այստեղ խախտեց խաղի կանոնները, բայց գնդակը մնաց Բաղդասարյանի մոտ դեպի Մուսախանյանը փոխանցում հետևեց ու Մուսախանյանի կողմից այստեղ գնդակը հաջող կասեցնել չստացվեց։ Հարված կլինի հիմա Լիոնի դարպասից Արտուր Ղազարյան ուղարկում է գնդակը աջ եզր Եգորյան և այստեղ առաջ ուղարկեց գնդակը, բայց գնդակը հիմա հայտնվեց Բետիսի ֆուտբոլիստերի մոտ Հայրապետյան ու գնդակը տեղափոխված է աջ եզր, որտեղ Արտուր Գևորգյանն է Բաղդասարյան կատարեց փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ նորից Լիոնի պաշտպաններն էին փորձեցին հեռացնել այս դրվագում որքան հնարավոր է հեռու չստացվեց, բայց հիմա կրկին գրոհի անցնում Լիոնը տեսեք ինչ հարմար իրենց համար դուրս եկան պաշտպանությունից ու վտանգավոր գրոհի անցել Լիոնը տեսնենք այս գրոհը ինչ կտա Լիոնի ֆուտբոլիստերին Ասոյանն է հարվածում, բայց բավական բարձր ստացվեց Ասոյանի կատարած այս հարված ու հարված կլինի Բետիսի դարպասից Մուսախանյանն է ստանում գնդակը Մարկարյանից Գևորգյանին ուղարկեց այն Բաղդասարյան լավ անցում կարողացավ այստեղ կատարել Ալիկ Բաղդասարյանը տեսնենք գրոհի շարունակական մասը ինչպես կստացվի հետ փոխանցում դեպի Հայրապետյանի ուղղությամբ Գևորգյան գուցե հարվածի հիմա Գևորգյանը այդպես էլ անում է բայց շեղությամբ է ստացվում Գևորգյանի կատարած հարվածը Ասի ճանապարհ այո Բետիսի ֆուտբոլիստները մոտենում են մրցակցին ու փորձում են առնվազն մեկ գնդակի հիմա մինչ ընդմիջման գնալը ետ բերել, բայց
Առայժմ վերջնական հարվածը հաջող չի ստացվում Բետիսի ֆուտբոլիստերի մոտ։ Սեյթրակյան շատ հաջող կասեցրեց, մնաց գնդակով այստեղ Սեյթրակյանը, բայց հետո արդեն Հայրապետյանը մոտեցավ ու կարողացավ խլում կատարել Սեյթրակյանից Բաղդասարյան։ Հիմա էլ Բաղդասարյանը մի փոքր հեռու թողեց իրենից գնդակ ու նորից գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են։ Թորոսյանը սկսում է պաշտպանության խորքից Բետիսը գրողը դեպի աջ փոխանցում է տևեց Գևորգյանն է այստեղ։ Նորից Հայրապետյան։ Մուսախանյան գեղեցիկ կասեցրեց, արվածեց անդրադարձ եղավ ու հիմա անկյունային կիրասնի Բետիսը արդեն աջ եզրից։ Հիմա նույնիսկ Թորոսյանն է միանում այս անկյունայինի խաղարկմանը, իհարկե նա երկրորդ հարկում շատ հաջող է գործում։ Տեսնենք Գևորգյանն է իրացնելու անկյունայինը, բարձից փոխանցում, Թորոսյանն էլ արվածեց այստեղ, բայց բարձր է ստացվում այստեղ Հարություն Թորոսյանի կատարած արվածը, ու արված կլինի Արտուր Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Շատ լավ փոխանցում ստացվեց դարպասապայի կողմից այստեղ Աբրահամյանի ուղղությամբ, այստեղ էլ Սեյթրակյանն է նորից արվածում ու մի փոքր չեղությամբ հիմա ընթացավ Վաղինակ Սեյթրակյանի կատարած արվածը, իսկապես այսօր Սեյթրակյանի կատարած արվածները բավական հաջող ու նպաստավոր են ստացվում Լիոնի համար, հիմա էլ Գևորգյանի փոխանցումը մի փոքր ուժեղ էր ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կաղարկում է գնդակը Լիոնը։ Աջ եզրով են հասնում գրոյի, բայց Մուսախանյանը այստեղ բավական հաջող կերպով նահանջեց ու հիմա էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հայրապետյանն էր այստեղ խանգարում մրցակցին եւ հարված կլինի կրկին Բետիսի դարպասից։ Մարկարյան շատ լավ նկատեց Մարկարյանը Դիլանյանին, բայց Դիլանյանը բավական հեռու թողեց գնդակը այս դրվագում։ Գևորգյան հիմա հաջող խլում կարողացավ կատարել Գևորգյանը մրցակցից կատարեց փոխանցում Դավիթ Մուսախանյանի ուղղությամբ, բայց Մուսախանյանի կասեցում այստեղ մի փոքր հաջող չստացվեց, իսկ փոխանցում արդեն այլ ուղղությամբ կատարեց Մուսախանյանը, քան շարժվում էր նրա խաղընկերը, եզրից հիմա կնետեն Լիոնի ֆուտբոլիստները։ Պապկեն Աբրահամյանը կատարեց եզրային նետումը, Սեյթրակյան շատ լավ փոխանցում կատարեց Աբրահամյանի ուղղությամբ, նորից ստացավ նրանից գնդակը հարվածեց այստեղ ու մի փոքր բարձր ստացվեց այս դեպքում Սեյթրակյանի կատարած հարվածը։ Մուսախանյան Բաղդասարյանի գեղեցիկ է այս պատ խաղարկումը, զարգացնում է ձախ եզրով արագություն Դավիթ Մուսախանյանը, հիմա տեսեք մի անգամից 3 մրցակից է նրան դիմավորում ու փակեցին, բայց ազատվեց գնդակից Մուսախանյանը, Գևորգյան դեպի աջ է փոխանցում կատարում, այստեղ պաստանում պատասխան փոխանցումը, հարվածում ու վերջում Մուսախանյանը դիպավ գնդակին կրճատելով հաշվի տարբերությունը 2-1։ Դավիթ Մուսախանյան 2-1, այո, 1 գնդակ կարողանում է Բետիսը ետ բերելու, հիմա արդեն հանդիպան ինտրիգը գնալով էլ ավելի է մեծանում, իսկապես շատ գեղեցիկ գրող կազմակերպեցին այս դրվագում Բետիսի ֆուտբոլիստները, ամեն ինչ կատարողական վարպետությունը իր վրա վերցրեց գորգ, Գևորգյանը նույնիսկ հարվածեց հենց դարպասի ուղղությամբ, չեմ կարող ասել, եթե չդիպչեր Մուսախանյանը գնդակին, գնդակը կընթանար դեպի դարպասը, թե ոչ, բայց գոլը գրանցված է Դավիթ Մուսախանյանի անվան դիմաց 2-1 հիմա արդեն Բետիսը էլ ավելի բնականաբար կակտիվանա այս խփած գնդակից հետո հիմա Հայրապետյանն է մնում գնդակով, բայց այստեղ չհասկացան միմյանց Բետիսի ֆուտբոլիստները ու գնդակը բաժին հասավ Լիոնի դարպասապային։ Գևորգյան
Հայրապետյանին է ուղարկում գնդակը բարձից դեպի Տուգանային հրապարակ Մուսախանյանը հաջող կասեցել լավն էր փոխանցումը Բաղդասարյանն էլ հարվածեց բայց մի փոքր բարձր է ստացվում այստեղ Ալիկ Բաղդասարյանի կատարած հարվածը Կրկին Լիոնի դարպասապը ուժեղ փոխանցում է կատարում Սեյթրակյանի ուղղությամբ, բայց այստեղ հիմա Բետիսի պաշտպանները շատ հաջող են գործում, Թորոսյանը շարժվում է առաջ գնդակով, Մուսախանյան կրկին Թորոսյանը կհասնի այս գնդակին, այո, հասավ գնդակին Թորոսյանը, անցումն էլ ստացվեց, բայց մի փոքր հեռը թողեց իրենից գնդակը Հարություն Թորոսյանը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Սեյթրակյան հեռու թողեց այստեղ գնդակը Սեյթրակյանը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա շտապեցին Բետիսի ֆուտբոլիստները ու գնդակը բաժինացավ կրկին Սեյթրակյանին, բայց հարվածը շեղությամբ ստացվեց այս դրվագում Սեյթրակյանի կատարած Թորոսյան Խաղարկեց գնդակը Դիլանյանի հետ Թորոսյանը, բայց այստեղ սխալ պաշտպանությունում ու Սեյթրակյանը կարող էր հետրիկ գրանցել իր անվան դիմաց, բայց շատ նպաստավոր դիրքից վրիպեց։ Այո, պետք է ավելի ուշադիր հիմա գործեն Բետիսի ֆուտբոլիստները, մեկ գնդակ կարողացան են ետ բերել ու բնականաբար իհարկե ցանկալի չէ հիմա կրկին գնդակ բաց թողնել, կփորձեն անել հնարավորինս հաշվի հավասարությունը վերականգնելու համար, դրանում ես կասկածի իհարկե չունեմ, հիմա Բաղդասարյանը այստեղ վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն իր թիմի համար Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Բետիսին բարձից փոխանցում հետևեց Գևորգյանի կատարման, բայց այստեղ դարպասապան Արտուր Ղազարյանը դուրս եկավ վերցրեց գնդակու երկար փոխանցում է կատարում առաջ, բայց այստեղ Թորոսյանը խաղի կանոնների սահմաններում գործեց Հայրապետյան Շատ լավ փոխանցում տեսանք դեպի Բաղդասարյանը, այստեղ էլ փորձեցին Բաղդասարյանն ու Գևորգյանը պատ խաղարկել, չստացվեց, այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ ու գրոյի անցնում Լիոնը, բայց այս փոխանցում ուժեղ էր ու հիմա տեսնենք ինչ է պատահել Գորգ Գևորգյանին Հիմա ամեն ինչ կարգին է Գևորգյանի հետ ու գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են Թորոսյան Մուսախանյանին է ուղարկում գնդակը Մուսախանյանն էլ շատ լավ նկատեց այստեղ Արտուր Գևորգյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը Գևորգյանի համար մի փոքր ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի կրկին Լիոնի դարպասից առաջի կեսը մոտենում է ավարտին, այո առաջին հերթին բնականաբար Բետիսը փորձում է ընդմիջման գնալ հավասար հաշվի պարագայում, բայց Առայժմ Լիոնի դարպասը երկրորդ անգամ խոցել չի ստացվում այս խաղում, իհարկե դեռ կա խաղաժամանակ առաջի կեսին մի փոքր ու կփորձեն անել հնարավորինս հիմա էլ Մուսախանյանը հարվածեց դարպասին, բայց շեղությամբ ստացվեց արդյոք Մուսախանյանի կատարած հարվածը, այո, հարված դարպասից է նշանակել հանդիպան գլխավոր մրցավարը Խաղարկում է Ղազարյանը գնդակը ընկերոջ հետ Բայց այստեղ տեսեք նորից սխալվում են Լիոնի ֆուտբոլիստները ու Գևորգյանի մոտ է հայտնվում գնդակը Գևորգյան շատ լավ փոխանցում դեպի Սուրեն Հայրապետյանը հետևեց կասեցեց այստեղ գնդակը Հայրապետյանը բարձից ուղարկեց դեպի Տուգանային հրապարակ Բաղդասարյան Գևորգյան ինչ է կատարվում հեռացնում են այստեղ Լիոնի ֆուտբոլիստները գնդակ ու ես ռիսկ նետի Բետիսը Մարկանյան դեպի Դիլանյանը ուղարկեց գնդակը
Սուրեն Հայրապետյան այստեղ փորձ է թողնել գնդակը չստացվեց, բայց մնաց գնդակը Բետիսի մոտ, Թորոսյանն է գնդակով։ Շատ լավ նկատեց Թորոսյանը Գևորգյանին։ Գևորգյան, բայց այստեղ Գևորգյանի դեմ պայքարեց ու հաջող կերպով կարողացավ խլել գնդակը Տիգրան Սեդրակյանը եւ հեռացեցին այստեղ գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, բայց գրագետ վարվեց Արություն Թորոսյանը պաշտպանությունում։ Թորոսյան հենց ինքը շարժվում է առաջ գնդակով, այստեղ լավ էր մտածել Թորոսյանը, բայց գնդակը չհասավ Գևորգյանին, այն կրկին Թորոսյանի մոտ է։ Դիլանյան Մուսախանյան միանում է գրոին Գևորգյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի Մուսախանյանը, որ Գևորգյանին ուղարկեց Գևորգյան, փոխանցումը փակվեց, բայց կրկին Մուսախանյանի մոտ է գնդակը, գուցե հարվածի Դավիթ Մուսախանյանը փորձեց հարվածային դիրքում հայտնվել, բայց իհարկե երկու մրցակից էր միանգամից պայքարում Մուսախանյանի դեմ ու բավական բարդ էր այդտեղ։ Սուրեն Հայրապետյան ձախից կա Դիլանյանը, կատարեց փոխանցում Դիլանյանի ուղղությամբ, բայց այստեղ շկասեցեց Դիլանյանը գնդակը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եսից հիմա նետում եմ Ջուլակյանը։ Մուսախանյան, գործին այստեղ Լիոնի ֆուտբոլիստները գնդակը Գևորգյանը հարված ու մի փոքր բարձր ստացեց Գևորգյանի հարվածը եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճատև դատարկվորից հետո կշարունակենք։ Սերի ֆուտբոլիստներն մենք վերադառնում ենք Բետիսն դեմ Լիոնի հանդիպան երկրորդ կեսը միասին դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Լիոնի ֆուտբոլիստերին, կարողացավ դուբլ գրանցել իր անվան դիմաց Վաղինակ Սեդրակյանը, հետո էլ արդեն Մուսախանյանը կրճատեց հաշվի տարբերությունը, հաշիվը դարձնելով 2-1։ Ու հիմա տեսնենք թիմերը ինչ կփորձեն անել երկրորդ խաղակեսում։ Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Սեդրակյան կա փոխանցում, այստեղ Թորոսյանն է հեռացնում գնդակը ու այն բաժին ասա Մուսախանյանին, շատ լավ նկատեց Բաղդասարյանին Մուսախանյանը, բայց մի փոքր հեռու թողեց իրենից գնդակը Բաղդասարյանը։ Այս գրոից հետո կծանոթացնեմ արդեն թիմերի կազմերին։ Սեդրակյան կատարեց փոխանցում դեպի հետ, խորքից էլ հարված տեսանք այստեղ Հայկ Հակոբյանի կատարման, բայց բարձր ստացվեց։ Եվ այսպես Ռեալ Բետիսից Արմեն Մարկարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հայկ Դիլանյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, նա նաև թիմի ավագն է, Ալիկ Բաղդասարյան համար 8, Գոր Գևորգյան համար 9, Արման Մարկարյան համար 11, Հարություն Թորոսյանին նշեցի արդեն եւ Արտուր Գևորգյան համար 77, Լիոն Արտուր Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Բաբկեն Աբրահամյան համար 3, Ռուդի Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դավթյան համար 7, Լյուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, շատ լավ փոխանցում հետևեց այստեղ Հայրապետյանի ուղղությամբ, այս գրոից հետո շարունակեմ ծանոթացնել Լիոնի կազմը Հայրապետյանն ամեն ինչ գերազանց արեց, բայց վերջում կարողացավ Ղազարյանը կռայել Հայրապետյանի հարվածի ուղղությունը ու հեռացնել գնդակը։ Շարունակեմ ծանոթացնել Լիոնի կազմում։ Վաղինակ Սեդրակյան համար 10, Տիգրան Սեդրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13, ով նաև թիմի ավագն է, Արտուր Ասոյան համար 21 եւ Արտակ Մանվելյան համար 99։ Հիմա եւս մեկ անկյունային իրացնեն Բետիսի ֆուտբոլիստները արդեն հակառակ եզրից։ Մուսախանյանն է տեղադրում գնդակ անկյունային իրացնելու համար։ Մուսախանյան բարձից փոխանցում է հետևում Թորոսյանն էլ հարվածեց ու այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Հարություն Թորոսյանի կատարած հարվածը, ամեն ինչ գերազանց արեցին Բետիսի ֆուտբոլիստները, բայց Թորոսյանի հարվածը այստեղ պարզապես ասենք ճուզեց հայտնվել դարպասում գնդակը ու հիմա հարված կլինի Լիոն դարպասից կրկին ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ դարպասապը Ղազարյանը Աբրահամյանն է գնդակով ուղարկեց դեպի Ծախեսը Լյուդվիկ Ադամյանն է այստեղ նորից Աբրահամյան մի փոքր հեռու թողեց իրենից գնդակը Աբրահամյանը այստեղ Հայրապետյանն էր պայքարում նրա դեմ, բայց Թորոսյանը կարողացավ հեռացնել գնդակը ու հետո էլ կար խաղի կանոնների խախտում
Հիմա ստանդարտ է նշանակված Պետիսի օգտին, արագորեն Դիլանյանը խաղարկեց գնդակը Հայրապետյանի հետ, Սուրեն Հայրապետյան եւ եզից կնետեն Պետիսի ֆուտբոլիստները։ Հայրապետյան Դիլանյանի հետ է խաղարկում գնդակը։ Եվ այստեղ Դիլանյանը հեռացեց գնդակը, այն հասավ Լիոնի ֆուտբոլիստերին, իսկ այստեղ կար արդյոք խաղի կանոնների խախտում Ադամյանի դեմ պայքարում, թե ոչ, հիմա կանգնեցեց հանդիպումը մրցավարը ու տեսնենք ինչ է պատահել Լյուդվիգ Ադամյանին։ Բախում եղավ ֆուտբոլիստերի միջև, այո, բայց չեմ կարող ասել դա խաղի կանոնների խախտում էր, թե ոչ։ Ոչ, մրցավարը չի նշանակել տուգանային արված ու եզից նետում են Պետիսի ֆուտբոլիստերը, Մարկարյանն է ստանում գնդակը, Բաղդասարյան, Սուրեն Հայրապետյան, շատ լավ նկատեց ձախ եզրում Դավիթ Մուսախանյանին, Մուսախանյանի փոխանցումն էլ իդեալական ստացվեց Բաղդասարյան, բայց այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Բաղդասարյանը, ինչ լավ փոխանցում էր կատարել Մուսախանյանը խաղընկերոջը, բայց գրո տրամաբանական ավարտին չհասցրին այս դեպքում Պետիսի ֆուտբոլիստները, Թորոսյանն է գնդակով, հետ փոխանցում դեպի դարպասապահ Արմեն Մարկարյանը, վերջինս էլ ուղարկում է գնդակը Դիլանյանի ուղղությամբ, բայց այստեղ սխալ պաշտպանությունից դուրս գալուց Պետիսի ֆուտբոլիստերի մոտ հարված ենք տեսնում դարպասին, բայց այստեղ Մարկարյանը կարողանում է վերցնել գնդակը, հիմա էլ Դիլանյանն է կարծես ձգել մկանը, բայց փոխարինման տարբերակ այսօր չունի Պետիսը, հիմնական կազմով է ներկայացել հանդիպմանը եւ առանց փոխարինման ֆուտբոլիստերի այսօր խաղադաշտում Պետիսը այնպես որ պետք է հնարավորինս զգուշ գործեն Պետիսի ֆուտբոլիստները վնասվածքից իհարկե խուսափելու համար, այլապես կմնան մեկ խաղացող պակաս խաղադաշտում, հիմա Մարկարյանը խաղարկում է գնդակը Թորոսյանի հետ, Խորքից դեպի Մուսախանյանն էր ուղղված այս փոխանցումը, բայց բավական հեռուն գնաց գնդակ ու դարպասապահ Ղազարյանը կարողացավ վերցնել այն։ Ճուլակյան։ Այստեղ Գևորգյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա էլ հեռացեցին գնդակ այստեղ Լիոնի ֆուտբոլիստները ու Պետիսը կսկսի խորքից։ Դիլանյան փողեց գնդակը Սուրեն Հայրապետյանին, Հայրապետյանի փոխանցումն էլ գեղեցիկ էր դեպի Մուսախանյանը, Մուսախանյան լավ էր մտածել չանցավ, բայց գնդակը այստեղ նորից Հայրապետյանն է ընդունել գնդակը, բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց Հայրապետյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հայրապետյան այստեղ գեղեցիկ գործեց, փակելով գնդակի ճանապարհը Մուսախանյանին է բաժին հասել գնդակը դեպի աջ կատարեց փոխանցում, Բաղդասարյան լավն էր փոխանցումը, բայց եթե դիպչեր գնդակին Գևորգյան ու շեղեր գնդակի ուղղությունը, ապա այն կարող էր հայտնվել դարպասում, դա տեղի չունեցավ, հիմա էլ գրեյ է անցնում Լիոնը, Սեթրակյան հարված ու սա կարծում եմ լավագույն հարվածը չէր Սեթրակյանի կատարման, որը մենք սովոր ենք տեսնել, Մարկարյանը առանց որևէ խնդիրների կարողացավ վերցնել գնդակը։ Եզից հիմա կնետեն Պետիսի ֆուտբոլիստերը, մաքուր գործեց Դիլանյանը։ Թորոսյան ուղարկում է գնդակը Սուրեն Հայրապետյանին, հենց Հայրապետյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Աբրահամյան ուղարկեց գնդակը խաղընկերոջ ու նորից Հայրապետյանն է փակում փոխանցման ճանապարհը, եւս մեկ եզրային նետունք իրականացնի Լիոնը, Հակոբյանն է կատարելու այն, նկատեց Եգորյանին միայնակ, կատարեց նրա ուղղությամբ փոխանցում, բայց հաջող չկասեցեց գնդակը Եգորյանը, հիմա մնաց գնդակով Եգորյանը ու այստեղ անկյունային հարված է վաստակում Ռոդիկ Եգորյանի թիմի համար։ Տեսնենք անկյունային ինչ կտա Լիոնին։
Ցածից խաղարկեցին գնդակը Լիոնի ֆուտբոլիստները հարվածել հետևեց, բայց Սուրեն Այրապետյանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Երկրորդ տեմպով է գրոհում Լիոնը, բայց այստեղ էլ Սեթրակյանի փոխանցումը բավական բարձր է ստացվում։ Ու սկսում են գրոհը Բետիսի ֆուտբոլիստները Գևորգյան։ Այստեղ անհաջող ստացվեց այս փոխանցումը եւ նորից սխալ պաշտպանությունից դուրս գալուց Բետիսի մոտ, բայց Լիոնի ֆուտբոլիստի կատարած հարվածն էլ տվյալ դեպքում Ռաֆայել Աբրամյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ։ Մուսախանյանն է ստանում հիմա գնդակը։ Շատ լավ նկատեց Գևորգյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը չհասավ այս դեպքում Գևորգյանին եզից կնետի Բետիսը, Մուսախանյանն նորից Գևորգյանի հետ է խաղարկում գնդակը, անցումը լավն էր Գևորգյանի, Գևորգյան վտանգավոր է հարված ու հաշիվը հավասար է 2-2, Գևորգյանը գրավում է դարպասը հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Դիտեց մրցավարը ամենայն դեպս դրվագի կրկնապատկերը ու գոլը Գևորգյանի խփած արձանագրված չէ 2-2 հաշիվը Բետիսը հավասարեցնում է ու հիմա արդեն տեսնենք խաղակեսի վերջնամասի ինչպես կստացվի, այո, գնդակը չէր ատել ամբողջությամբ եզրային գիծը ու դուր չէր եկել դաշտի սահմաններից 2-2 հիմա արդեն տեսնենք ինչ կփորձեն անել թիմերի ֆուտբոլիստները իհարկե հոգեբանական հիմա մեծ առավելություն ունի խաղադաշտում Բետիսի հիմա Սեթրակյանը շատ վտանգավոր հարված էր կատարում, բայց բարձր չընթացավ այս դեպքում հարվածը, բայց Մարկայանը կարողացավ վերցնել, հիմա էլ ուժեղ փոխանցում դեպի Մուսախանյանը, բայց իսկապես ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Սուրեն Այրապետյան այստեղ լավ չընդունեց գնդակը, բայց այն վաճին հասավ խաղանկերոջը Դիլանյանին, Թորոսյան, Բաղդասարյանի հետ է խաղարկում գնդակը, այո իսկապես 2 րոպե պարտվելիս վերադարձան խաղ Բետիսի ֆուտբոլիստները ու հիմա բնականաբար նրանց մտքին միայն ու միայն 3 միավորն է այս խաղում, կարծում եմ կփորձեն անել հնարավորինս այդ արդյունքին արժանանալու համար, նույնը կարող եմ ասել նաև Լիոնի տեսանկյունից, բայց ինչու առաջինը շեշտեցի Բետիսին, քանի որ Բետիսն էր պարտվողի կարգավիճակում այս հանդիպան ընթացքում, իսկ Լիոնը կարելի ասել իր հնարավորությունը արդեն ունեցավ, բայց բացառել որ կստանա նորից նույն հնարավորությունը Լիոնը դա իհարկե չի կարելի Գևորգյանն է զարգացնում հիմա արագություն շատ լավ նկատեց Մուսախանյանին կհասնի այս գնդակին անկասկած Դավիթ Մուսախանյանը բայց հիմա սայթակեց ու հերու թողեց իրենից մի փոքր գնդակ Ադամյան հիմա էլ Այրապետյանն է սանկման գնով կարողանում փակել Ադամյանի փոխանցման ճանապարհը Եգորյան դեպի աջ փոխանցումը հետևեց Լյուդվիգ Ադամյանն է այստեղ հարված դարպասի ուղղությամբ ու Մարկայանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս եւս մեկ անկյունային հիմա կիրացնի Լիոնը Հիմա նորից ցածից խաղարկում վտանգավոր է հարված ենք նույնիսկ տեսնում այստեղ Հակոբյանի կատարմամբ հիմա էլ հարված հետևեց Սեթրակյանի կողմից բայց շեղությամբ ստացվեց այդ կատարած հարված ու Մարկայանը կրկին գնդակ ուղարկում է Դավիթ Մուսախանյանի ուղղությամբ բայց այստեղ Ջուլակյանը կարողացավ վտանգը չեզոքացնել հիմա էլ Այրապետյանն է աջող պաշտպանվում ու ես իսկ նետեն Լիոնի ֆուտբոլիստները Աբրահամյան, Հակոբյան, փոխանցում ու Մարկայանը հեռացնում է այստեղ գնդակը հիմա էլ անկյունային կիրացնի արդեն Լիոնը
Եվս մեկ բարձից փոխանցում ու հիմա նորից Հակոբյանի մոտ հարված կատարել չի ստացվում։ Եթե հարված էր Հակոբյանը ոչ ոք նրան չէր խանգարում, կարող էր դիպուկ գտվել, իսկ հիմա Թորոսյանը ինչ լավ անցում կատարեց, բայց փոխանցումը չհասավ Մուսախանյանին։ Հիմա հասավ ու տեսնենք Դավիթ Մուսախանյան, բայց այստեղ Ադամյանը, եթե չեմ սխալվում, կարողացավ հեռացնել գնդակը, այո, ինչ արագ այցակներին հակագրոհի անցավ Բետիս այս դրվագում, բայց վերջին հարվածից հետո նույնիսկ դարպասապային գործը չհասավ, Ադամյանը կարողացավ հեռացնել Մուսախանյանի հարվածը, հիմա էլ Ջուլակյանն է փակում գնդակի ճանապարհը, բայց գնդակը կրկին մնաց Բետիսի մոտ, նորից Մուսախանյանն է հարվածում ու բարձր է ստացվում այստեղ Դավիթ Մուսախանյանի կատարած հարվածը։ Խորքից փոխանցում ենք տեսնում Եգորյանն է այստեղ։ Առաջին արձագանքում գնդակին հիմա ստացա պատասխան փոխանցում, բայց Հայրապետյանը որքան հնարամիտ գործեց այս դրվագում ու գնդակը հենց Լիոնի ֆուտբոլիստից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Արմեն Մարկարյանի դարպասից։ Բաղդասարյան, բայց այստեղ ուժեղ ու անաստեղ ստացվեց Ալիկ Բաղդասարյանի կատարած փոխանցումը ու գնդակը բաժին հասավ Լիոնի ֆուտբոլիստերին, բայց գնդակը Աբրահամյանը դաշտի սահմաններում, բայց այստեղ փոխանցումը կարողացան կանխել Բետիսի ֆուտբոլիստները ու Հայրապետյանն է շարժվում առաջ, Հայրապետյան լավ նկատեց Գևորգյանին, բայց այստեղ չհասավ գնդակին Գևորգյանը, մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Գևորգյանի համար։ Հիմա էլ ձախ եզրով են գրոհի անցնում Լիոնի ֆուտբոլիստները։ Գրոհի տեղափոխություն դեպի աջ եզրը հետևում, բայց Թորոսյանը այստեղ շատ հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ Արիցին Թորոսյանը, մնաց գնդակով։ Աջ ուղարկեց այն Ալիկ Բաղդասարյանն է այստեղ հիմա մի փոքր լավ չկասեցեց Բաղդասարյանը գնդակը, բայց փոխանցում կատարեց ու բարձր ստացվեց այստեղ Բաղդասարյանի կատարած փոխանցումը։ Սեթրակյան Եգորյան գեղեցիկ անցում է հարվածը, բայց թույլ է ստացվում այստեղ Ռուդիկ Եգորյանի կատարած ու հարված կլինի Արմեն Մարկարյանի դարպասից, այո, երկու թիմերն էլ իսկապես հիմա շտապում են երեք միավորի հետևից, իհարկե ոչ ոքին այնպես չէ, որ վատ արդյունք է, բայց երկու թիմերի մոտ պատկերը մրցաշարային աղյուսակում այնպես է, որ ցանկացած միավոր արժեքավոր է, հիմա շատ կոպիտ խախտում եղավ Մուսախանյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակում մրցավարը, նույնիսկ տեղին քարտով հիմա կպաճի Ջուլակյանին, այո, գլխավերևում տեսավ Ջուլակյանը դեղին քարտը։ Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Բետիսին կրկին Մուսախանյանն է գնդակի մոտ։ Մուսախանյանը նախորդ տուրում Կադիսի նմանատիպ տարածությունից կարողացավ ռմբահարել ու գրավել մրցակցի դարպասը, տեսնենք այս դեպքում ինչպես կիրացնի, կա մրցավարի սուլիչը Մուսախանյան, հարված այս դեպքում, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Մուսախանյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Սեթրակյան հասրեց փոխանցում կատարել Բաբկեն Աբրահամյանի ուղղությամբ, բայց այստեղ Թորոսյանը նորից հաջող պաշտպանվեց, երկու դեպքում էր, տեսեք որտեղից որտեղ հասավ Թորոսյանն ու կարողացավ հեռացնել գնդակը Մուսախանյան շարժվում է առաջ Մուսախանյանը դեպի կենտրոն փոխանցում հետևեց Բաղդասարյան լավ էր մտածել այստեղ Բաղդասարյանը, բայց Գևորգյանին գնդակը հասցեակել հեշտությամբ չստացվեց։ Այստեղ Եգորյանն է հիմա էլ հաջող խլում կարողանում կատարել մրցակցից ու սկսում Լիոնի հերթական գրոններից մեկը, բայց այստեղ այս փոխանցումը բավական հեռուն գնաց Ադամյանի կատարած ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Հիմա էլ սխալվում են Բետիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում ու գնդակը հիմա եսից կնետի Լիոնը Կատարված է փոխանցումը, բայց այստեղ կարողացան խլել Բետիսի ֆուտբոլիստները գնդակից, եթե հիմա Մուսախանյանը ասե Ջուլակյանին, ապա միայնակ էր մնալու դարպասապահի դիմաց, բայց որպես վերջին պաշտպան Ջուլակյանը շատ հաջող էր պաշտպանվեց, Աբրահամյանն է հիմա փոխանցում կատարում ու այստեղ քիչ էր մնում ինքնագոլի հեղինակ դառնային Բետիսի ֆուտբոլիստները Բաղդասարյանն շարժվում առաջ ուղարկեց գնդակը Դավիթ Մուսախանյանի ուղղությամբ, Մուսախանյան Նորից ուղարկում է գնդակը Բաղդասարյանին, Բաղդասարյան ու գնդակը դարպասում է 3-2 Բետիսը առաջ է հասնում հաշվի մեջ։ Բաղդասարյան 3-2 հիմա կարելի է ասել արդեն այս խաղում Բետիսը կամայն հաղթանակ է տանում այս պայդրությամբ, քամբեք կարելի է իհարկե սահմանել 2-0 պարտվելուց վերադառնալ ու հաղթել մրցակցին 3-2 հաշվով ամեն թիմի իսկապես չի հաջողում դա անել եւ հիմա 5 րոպե է բաժանում Բետիսին այդ արդյունքին վերջնական հասնելու համար հիմա խաղարկում են անկյունային Լիոնի ֆուտբոլիստները Կա փոխանցում, բայց Թորոսյանն է այստեղ հեռացնում գնդակը Սեթրակյան եւս մեկ հեռարարված ու Արմեն Մարկարյանը վերցրեց այստեղ գնդակը առանց որևէ խնդիրների այս անգամ նորից Մարկարյանը տեղում էր ու հաջող գործեց Բաղդասարյան հասավ այս գնդակին, ուղարկեց գնդակը Գևորքյանին, բայց Գևորքյանի հետ փոխանցումը ուժեղ ստացվեց եւ հարված կլինի Լիոնի դարպասից, այս ընթացքում փոփոխություն Լիոնի կազմում Բաղդասարյան կրկին գրոյի անցնում Բետիսը ուղարկեց գնդակը Մուսախանյանի ուղղությամբ այստեղ Աբրահամյանն է պայքարում Մուսախանյանի դեմ, բայց մնաց գնդակով Դավիթ Մուսախանյան ու առանց որևէ խնդիրների կարողացավ արագորեն էլ ազատվել գնդակից Թորոսյան հետ փոխանցում դեպի Մարկարյանը Սուրեն Հայրապետյան մնաց գնդակով Հայրապետյանը ու շատ լավ փոխանցում կատարեց, բայց հաջող չկասեցեց այստեղ Մուսախանյանը գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Ջուլակյանը վերջին րոպեներն են ընթանում ատիպան Ջուլակյան երկար փոխանցում է կատարում այստեղ, բայց Սուրեն Հայրապետյանը առաջինն է արձագանքում գնդակին Աբրահամյանն էլ հարվածում է դարպասի ուղղությամբ ու շեղությամբ է ստացվում այստեղ Պապկեն Աբրահամյանի կատարած հարվածը Թորոսյան Մարկարյանն է ուղարկում գնդակը հեռացեց այստեղ Մարկարյանը գնդակը Մուսախանյանն էլ պայեց գնդակը դաշտի սահմաններում հետո էլ սանկման գնով Ջուլակյանը հեռացեց բայց այստեղ գնդակը Աբրահամյանց էլ դուրս եկավ դաշտի սահմաններից Մուսախանյան Գևորքյան նորից Մուսախանյանին է ուղարկում գնդակը հասավ գնդակին Մուսախանյանը ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Բետիսի համար Տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Բետիսին իսկապես արդեն
շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին հիմնական ժամանակին 2 րոպե, իհարկե դժվարանում եմ ասել նույնիսկ կփոխհատուցի մրցավար այս հանդիպման ավարտին թե ոչ։ Բայց տեսնենք կարողանա արդյոք Բետիսը պահել առավելությունը, թե այնուամենայնիվ Լիոնը կփրկի այս հանդիպումը, հիմա արդեն այդպես պետք է ասենք, Լիոնն է հայտնվել պարտվողի կարգավիճակում, Հակոբյանն է հասնում գնդակին։ Ուղարկե Ցեթրակյանի ուղղությամբ գնդակը, հասցրեց ազատվել գնդակից Ցեթրակյանը։ Եվ դարպասապահ Ղազարյանին է գնդակը բաժին հասնում, վերջինս էլ ուղարկում է գնդակը դեպի ձախ ու վերջին գրոներից մեկն է հիմա իրականացնում Լիոնը։ Տիգրան Ցեթրակյան նորից դեպի ձախ փոխանցում հետևեց, հարված էլ կա դարպասի ուղղությամբ, բայց Արմեն Մարքարյանը վերցնում է գնդակը եւ ուժեղ փոխանցում կատարում Մուսախանյանի ուղղությամբ, այստեղ լավ էլ մտածել Մարքարյանը, բայց Ջուլակյանը երկու դեպքում էլ խանգարեց ու հիմա գնդակը պահեցին այո դաշտի սահմաններում Լիոնի ֆուտբոլիստները Աբրահամյան, բայց չի հասնի այս գնդակին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եսից կնետի Պետիսը փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցավ Լիոնի կազմում ու հիմա արդեն կարելի է խաղարկել եզրային նետում Հայրապետյան ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ բաժին չհասավ այն Դավիթ Մուսախանյանին։ Ցեթրակյան շարժվում է առաջ Ցեթրակյանը եւ այստեղ Հայրապետյանը փակեց առաջին փոխանցման ճանապարհը։ Հիմա տեղի ունեցավ փոխանցում Հակոբյանի ուղղությամբ, բայց արվածի ճանապարհը մի համուր ուժերով փակեցին Բետիսի երկու ֆուտբոլիստները։ Հիմա Լիոնը գրեթե ողջ կազմով նետվել է առաջ, իսկապես վերջին վարքյաններն են նույնիսկ հանդիպան եւ այստեղ ստանդարտի հնարավորություն է վաստակում Եգորյանը։ Գևորգյանը խախտեց խաղի կանոնները ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչ կտա Բետիսի դարպասի ուղղությամբ Լիոնի ֆուտբոլիստերին, նաև Բետիսի ֆուտբոլիստը այստեղ պատժվեց դեղին քարտով, Գևորգյանը ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Լիոնին կա մրցավարի Սուլիչը փոխանցում Ցեթրակյանին արված ու ինչ է կատարվում այստեղ չընթացավ գնդակը մինչև դարպասը, բայց այն մնաց Լիոնի ֆուտբոլիստերի մոտ։ Հիմա էլ Գևորգյանն է հեռացնում ու Մուսախանյանն ընդդեմ Ղազարյանի, բայց դարպասապահը կարողացավ այստեղ դուրս գալ եւ հեռացնել գնդակը Ցեթրակյան։ Հերվից արված ու այստեղ Մարքարյանը չֆիքսեց գնդակը, բայց կարողացավ հեռացնել այն անկյունայինի։ Նույնիսկ դարպասապահն է արդեն միացել վերջին ստանդարտին Լիոնի։ Ջուլակյանն է խաղարկում գնդակը այստեղ սխալ Դիլանյանը փորձեց հեռացնել, հիմա էլ Գևորգյանի հեռացումը չստացվեց, ինչ է կատարվում։ Հիմա արդեն հեռացված է գնդակը Դիլանյանի կատարմամբ, բայց եթե փոխանցում կարողանային կատարել Բետիսի ֆուտբոլիստները, Մուսախանյանը դատարկ դարպասի դիմաց միայնակ կմնար։ Թորոսյանն է հիմա էլ հեռացնում գնդակը։ Ու տեսնենք այս եզրային նետումը կարծես թե վերջինն է լինելու Լիոնի համար։ Եգորյան ուղարկում է գնդակը դարպասապահին, սխալ ու հիմա Մուսախանյանը կավարտի այս հանդիպումը, դատարկ դարպասի դիմաց է դուրս գալիս Դավիթ Մուսախանյանը ու գրավում դարպասը 4-2 եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է կամբեք, իսկապես կատարեց Բետիսը այս խաղում 2-0 պարտվելիս վերադարձավ խաղ ու հաղթեց 4-2 հաշվով մրցակցին։ Շնորհակալություն, որ մեր հետ եք այս ընթացքում, խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է։ Բարի գիշեր ու ամենայն բարիք։